Եթե մարդիկ ձեզ ասում են, որ մարդու իրավունքների կամ ֆեմինիզմի համար ձեր պայքարը շատ ռադիկալ է, պատմեք իրենց Էմիլի Դեվիսոնի պատմությունը։ 20-րդ դարի սկզբին Էմիլի Դեվիսոնը Մեծ Բրիտանիայում սուֆրաժետների կանանց ու տղամարդկանց հավասար ընտրական իրավունքի համար պայքարի առաջամարտիկներից մեկն էր։ Էմիլին մի օր որոշում է իրականացնել քաղաքական ակցիա։ Ձիավազքի ժամանակ, որին մասնակցում էր նաև թագավորի ձին, Էմիլին փորձում է մտնել վազքուղի ու հաջողում է մտնել վազքուղի։ Էմիլին փորձում էր թագավորի ձիու վրա փակցնել սուֆրաժետների երկու դրոշները, փորձելով ուշադրություն հրավիրել հավասար ընտրական իրավունքի համար կանանց պայքարին։ Սակայն ձին հարվածում է Էմիլիին։ 4 օր կոմայի մեջ մնալուց հետո Էմիլի Դեվիսոնը մահանում է հիվանդանոցում։ Էմիլիի թաղմանը մասնակցում են հարյուրավոր մարդիկ, այս պատմությունը մեծ ուշադրության է արժանանում աշխարհի տարբեր անկյուններում։ Միայն այս պատմությունից հետո մի քանի տարի անց կանայք ստանում են հավասար ընտրական իրավունք։ Թեև այսօր կանայք աշխարհի բոլոր երկրներում ունեն ընտրական իրավունք, բայց կանանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների համար պայքարը դեռ շարունակվում է։ Մարդու իրավունքները, իրավահավասարությունը մարդկության համար շատ նոր երևույթներ են։ Օրինակ Շվեյցարիայում կանայք ստացել են հավասար ընտրական իրավունք միայն 1971 թվականին։ Դրա համար շատերը շարունակում են իրենց համարել ֆեմինիստ եւ շարունակում են իրենց պայքարը իրավահավասարության ու հավասար հնարավորությունների համար։